դեպքում ոնց որ ոչ դել չի եղել։ Պայմանավորվում են գլխագինը, մի հատ բնականի մեջ որ մնում են, իրենք ինքնուրույն են, որ ժամին ինչ ուզեն կանեն։ Ողջույն սիրելի հետևորդներ, հուսամ բոլորդ լավ եք։ Նախ ուզում եմ մի հատ ներողություն խնդրեմ։ Մենք անուշադիր ենք եղել ու անցած վիդեոյի երաժշտությունը մի քիչ բարձր է ստացվել։ Այս վիդեոյի մեջ երաժշտություն չենք դնում, որպեսզի բոլորդ լավ լսեք ինձ։ Այսօր Քաթյանի հետ եմ խոսում։ Անկերոջ հետ գնացել են գործուղման ու նստած Պերերիվի սուշի էին ուտում։ Ես ընդհանրապես սուշի չեմ սիրում, բայց որ իրանց ուտելուց տեսա սիրտս ինձ քաշեց ու ով ունի աշխարհի ամենալավ ընկերուհիները, իհարկե ես։ Ճիշտ ասած Հայաստանում ես շատ սուշի չեմ կերել, անցած անգամ էլ էին ընկերուներիս պատվիրել էին, բայց դուրս այդքան չէր եկել, կամ էլ ես այդ օր ուղղակի ախորժակ չունեի։ Բավականին լավ տեսք ունի։ Խոտնելա լավը։ Մինչև իրականությանը անդրադառնալը, ես ուզում եմ հայտնել իմ կարծիքը։ Ամուսնական զույգերը ապրեն ծնողների հետ, թե առանձին։ Вообще ապրեն կնոջ ծնողների հետ, թե ամուսնու։ Դատակ եմ անում։ Նկատի ունեմ ապրեն ծնողների հետ, թե առանձին։ Ինչպես հասկացաք, մենք 3 հոգի ենք։ Սենց հասեմ, իմ անձնական կարծիքը այն է, որ ամուսնական զույգերը պետք է ապրեն առանձին։ Ընդհանրապես ծնողներից առանձին, որովհետև դա կյանքի նոր փուլ է, նոր փորձություն է զույգի համար ու ինձ թվում է իրանք պետքա կարողանան այդ ամեն ինչը ինքնուրույն հաղթահարեն։ Բացի դրանից Աստվածաշնչի մեջ էլ է գրված, երբ որ տղամարդը ամուսնանում է, վերցնում է իր կնոջը եւ առանձնանում է իր ծնողներից։ Ծնողներից առանձին ապրելը ունի եւ դրական կողմեր, եւ բացասական։ Սկսենք դրական կողմերից, որպեսզի մի քիչ դրական էներգիա տարածենք։ Դրական կողմերից այնն է, որ ամուսնական զույգը առանձին է լինում ու իրանք ունենում են առանձին տարածք, անձնական տարածք, իրանք լինում են ինքնուրույն, այսինքն մի հատ բնականի մեջ որ մնում են, իրանք ինքնուրույն են, որ ժամին ինչ ուզեն կանեն, կուզեն հաց կուտեն, կուզեն չեն ուտի, չգիտեմ, ինչ կուզեն տան մեջ կհագնեն, ինչ որ մեկը չկա, որ իրանց ճնշի կամ զուտ իրանց ներկայությամբ ճնշի։ Ամեն դեպքում, երբ որ տան մեջ լինի սկեսուր կամ սկեսրեր, մի քիչ հագուստը ինձ թվում է կտարբերվի, եթե նրանից թե ինչ կհագներ, երբ որ իրանք առանձին լինեին, այսպես ասած։ Դա ինքնուրույնությունն է, հետո ժամանակի առումով էլ երբ ուզենան կարթնանան, երբ ուզենան կքնեն, մի խոսքով լիքը բաներ կա, որ ամեն դեպքում հաճելի է, երբ որ մենակ են լինում տանը։ Հիմա անցնենք բացասական կողմին, չխոսենք ֆինանսականից, որովհետև հուսամ այդ ամուսնական զույգը արդեն ֆինանսապես կայացած կլինի, որ կամուսնանան։ Խոսեմ նրանից, որ լիքը ամուսնական կյանքում լիքը նոր բաներ կան, որ թե կինը, թե ամուսինը լիքը նոր փորձությունների են հանդիպում, որտեղ նրանց հաստատ պետք կգա մեծի խորհուրդը։ Այս ամենից զատ ամենադժվար փուլը գալիս է այն ժամանակ, երբ որ զույգը ունենում է երեխա։ Երեխա ունենալուց հետո նրանց անպայման պետք է գալիս մեծի օգնություն։ Ճիշտ է, լիքը զույգեր դիմում են դայակի, դիմում են ուրիշների օգնության, աշխատողի օգնության, բայց ինձ թվում է այս հարցում ամենաշատը կարող են օգնել իրենց ծնողները, որովհետև չեմ կարծում, թե ծնողներից սրտացավ ինչ-որ մեկը կգտնվի։ Այդ պահով է բացասական, որ մենակ լինում են ու այդ ամբողջ պատասխանատվությունը, ամբողջ հոգսը ընկնում է նոր ամուսնացած, նոր կայացած ընտանիքի վրա։ Դրա համար իմ կարծիքով երեխայի ծնունդից հետո տան մեծերը պետք է կարողանան իրենց օգնությունը ցուցաբերեն նորաստեղծ ընտանիքին։ Հիմա կասեք Զարա ջան, բա որ տենց ես մտածում, այդ ինչ բան է, որ դու ապրում ես ամուսնու ծնողների հետ։ Ասեմ ժողովուրդ ջան, որովհետև իմ կյանքն էցա դասավորվել, որ իմ ու ամուսնու ծնողների հարաբերությունները շատ լավ է։ Բայց դա միշտ չի, որ բոլոր զույգերի մոտ չի, էլի որ տենց է։ Դրա համար ես այդպես եմ կարծում ընդհանուր առմամբ, բայց իմ անձնական կյանքը այսպիսին է, մենք ապրում ենք ամուսնու ծնողների հետ, չնայած նրան, որ մենք գնել ենք նոր բնակարան ու հավանաբար ամռանը կտեղափոխվենք, բայց ես մտածում եմ, որ ամուսնու ծնողները մեր հետ գալու են պարտադիր, որովհետև ես սիրում եմ, երբ որ տան անդամները շատ են լինում, սիրում եմ, որ լինում է տատիկ, պապիկ, նույնիսկ մեծ տատիկ, պապիկ, թոռնիկներ, որովհետև երբ որ ես նայում եմ իմ ամուսնու ծնողների եւ իմ երեխաների հարաբերությունները, ինչքան քաղցր է այդ ամեն ինչը նայվում, ես դրանից երջանկանում եմ։ Դրա համար ես սիրում եմ իմ ապրելակերպը, որովհետև ես ինքս էլ մի հատ նայեմ ես ինչա։
Հուսամ դուր կգա ինձ, որովհետև ես ինքս էլ մեծացել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ ընտանիքի անդամները շատ են, եւ տատիկ, պապիկ, եւ թոռնիկներ, եւ ծոռնիկներ։ Ոչ թաթախեմ չունեցի, ջրիկ սոյայի սոուսը, նկարում ես, չէ՞։ Իդեպ համով է, կամ ես եմ շատ սոված, կամ համով է։ Դե դու շլեսի դիր դուխովկա տանձրամեր։ Համով է։ Վասապին որ ուտեմ, կթիթս ծուխ աղելնելու։ Սոյայի սոուսը խմի։ Դուր բեր պրծի մերա։ Ուրեմն այս տունը որ առել էինք, այս կիսուրս անընդհատ ոնց որ համ ուրախացել էր, համ իրա մեծ ես զգում էի, որ իրա արտահայտվելիքը, իրա արտահայտվածը եւ իրա սրտի եղածը իրար հետ չէր համապատասխանում, ինքը անդադ ասում էր, մեզ տունը առել եք, հելի գնացեք ձեր տուն, հելի գնացեք ձեր տուն, տենց անդադ կատակով էր ասում, բայց իրա սրտի մեջ վախ կար, որ հեսա մենք կտեղափոխվենք, իրա թորներին կվերցնենք, կգնանք ու իրանք կմնան ամուսիներով մենակ։ Ու ես միշտ ասում էի, այտենց մի ուրախացի, որովհետև որ պահին մենք տեղափոխվեցինք, դուք մեր հետ հաստատ գալու եք։ Տենց ասեմ, ինչ եմ ես սիրում ամուսնուս ծնողների հետ ապրել, որովհետև իրանք ինձ շատ են օգնում։ Թե երեխաների պահելու հարցով, թե լիքը խորհուրդներով, որովհետև լիքը բաներ կան, որ մենք նոր կյանք ենք մտել ու ես էդի չգիտեմ ոնց անենք, եսի չգիտեմ ոնց անենք։ Հա, սենց կլներ, եթե ես ու Քայցենը մենակով ապրեինք, ի սկզբանե մենք ամեն ինչը պետքա պատվիրելով ուտեինք, որովհետև ես չինական ուտեստ պատրաստել չգիտեմ։ Կարայինք սովորեինք այս կոմենքում, բայց այդ ամեն ինչը ավելի սիրուն ու ավելի ջերմ է լինում, երբ որ մենք բոլորով միասին ենք ապրում, մանավանդ երբ որ մեր մեջ որպես այդպեսին տենց վեճեր չկան։ Եղել են փոքրիկ անհամաձայնություններ, բայց այդ ամեն ինչը հեշտ լուծել ենք։ Նենց որ իմ կյանքն էլ սենց է դասավորվել ու ես շատ գոհ եմ։ Հիմա կհարցնեք, իսկ ընդհանրապես Չինաստանում ո՞նց է ընդունված ամուսնական սուիկը նորաստեղծ ընտանիքը։ Ծնողների հետ ամենում թե չէ։ Չինաստանում նորաստեղծ ընտանիքը ապրում է ծնողներից առանձին, պարտադիր։ Բացառություններ իհարկե լինում են ամեն տեղ, ամեն պարագայում, բայց ընդհանուր այդպես է ընդունված։ Երբ որ գնում են խնամախոսության, այդտեղ պայմաններ է դնում աղջկա կողմը, տղայի կողմին, այսպես ասած, տղայի ծնողներին։ Այսինքն, պետք է ունենանք առանձին տուն, բնակարան, սուգի համար պետք է ունենա մեքենա, հետո պայմանավորվում են գլխագինը, ինչքան գումար, ու այդ ամեն ինչը համաձայնության գալուց հետո արդեն կազմակերպում են հարսանիքը։ Հարսանիքը լինում է եւ աղջկա կողմում եւ տղայի կողմում։ Մեր դեպքում մենակ եղել է տղայի կողմում, դեպքում ոնց որ ուժիտել չի եղել։ Գլխագին էլ այդպես որպես այդպես ինչի եղել, մենք արել ենք հայ-չինական հարսանիքի միքս ինչ որ։ Մի խոսքով, հետո իրանք տղայի կողմը ապահովում են զույգին բնակարանով, մեքենայով, ամեն ինչով ու զույգը գնում է իր ամուսնական կյանքը վայելում է առանձին, մինչև երեխայի ծնվելը։ Երբ որ արդեն երեխա է ծնվում, առաջի 1 ամիսը ինչքան գիտեմ, մնում է կիսրոջ տանը, երկրորդ 1 ամիսը գնում է իր մամայի տուն, որպեսզի հանգստանա, իր մաման է խնամում օրնիկին, որպեսզի աղջիկը կարողանա հանգստանա։ Հետո վերադառնում է արդեն իր տուն, բայց այստեղ օգնության են հասնում տղայի ծնողները, եթե իհարկե չեն աշխատում էլի, գալիս են մնում են իրենց հետ, որպեսզի թորնիկների պահեն, հաց պատրաստեն, որովհետև չինացի կանայք հիմնականում աշխատանքի են դուրս գալիս, երեխայի 6 ամսեկանը լրանալու պես։ Իրանք չեն սպասում մինչև 2 տարեկան, դրա համար շուտ են աշխատում ու տատիկ-պապիկը գալիս են, որ օգնեն բալիկներին պահեն, համ էլ հաց սարքեն, համ էլ տան գործերը անեն։ Մի խոսքով այդպես, եթե չեն ուզում միասին մնան, հիմնականում առավոտյան երբ որ աշխատանքի պետք է գնան, տանում են երեխաներին թողնում են տատիկ-պապիկի մոտ։ Երբ որ ես ու Քայցենը նոր էինք ծանոթացել, գիտեք ինչը ես իր մեջ շատ ահավանեցի, ինքը շատ անկեղծ էր, ոչ մի բան չէր թաքցնում ու ինչ կար իր սրտի մեջ, ինքը միանգամից ասում էր իր նպատակները, իր պլանները, ինքը միանգամից ինձ ասեց, այն որ ասեց, համաձայնվեցիր, չէ, բարի ճանապարհ այդ վիճակներ, ինքը ինձ ասեց համաձայնես իմ հետ ընկերություն անել, ես էլ չգիտեմ ինչից այդպես արուծի կաթ խմած, ասեցի հա, անդրավես էլ նոր է իրան էլի ճանաչում, ինքը ասեց բայց եթե մենք հետագայում ամուսնանանք, մենք պետք է ապրենք իմ ծնողների հետ, որովհետև ես առանձին տուն չունեմ։ Այս պահին մեքենա էլ չունեմ։ Պետք է ապրենք իմ ծնողների հետ մեր քաղաքում, որը Չինաստանում համարվում է փոքր քաղաք։ Իրան թվում էր թե ես ուզում եմ գնամ Շանխայ, Պեկին, Գուանջո, այդ քաղաքները։
Ես էլ ասացի, խնդիր չկա։ Ու երբ որ ես ասացի խնդիր չկա, ինքը շատ ուժեղ զարմացավ։ Մեկ էլ մոռացա ասեմ, որ սուշին բավականին համեղ է։ Ես Չինաստանում շատ եմ կերել սուշի, բայց այդքան չեմ հավանել, որովհետև Չինաստանի սուշիի ձկնեղենի համը մի քիչ ավելի սուր է։ Ձկնեղենի թե այս նորի, հա, համը բավականին սուր է, իսկ ես ծովամթերքի այդքան շատ չեմ սիրում, դրա համար ինձ ավելի շատ իմ քիմքին ավելի շատ համապատասխան է Հայաստանի սուշին։ Բավականին համեղ էր։ Մոլոդյոց։ Սրանց հետո շուշուտ կարա պատվիրեք։ Սովորեցեք, ուզում եք, դերևս սպասեք, լավ ժողովուրդ ջան, այսքանով ավարտենք, հա, որովհետև մեր անձնակազմի ժողովուրդներն է սոված, ուսես դեմքիս են նայում, բայց մինչ այդ ուզում եմ մի հատ հարց ուղղել ձեզ, որովհետև ինձ նաև շատ հետաքրքրում է ձեր կարծիքը այս թեմայի շուրջ։ Նորաստեղծ ընտանիքը պետք է առանձին ապրի ծնողներից, թե միասին։ Կարող եք գրել ձեր կարծիքը, համ էլ ասեք, թե ինչու եք այդպես մտածում։ Իսկ այս սուշին մենակով ես չեմ կարող ուտեմ, համ էլ համ չեմ կարող ուտեմ, համ խոսամ, հետևից այսպես մեղք աչքերով նայում են, դրա համար մենք գնանք մեր սուշին ուտենք, ձեզ էլ բարի դիտում։ Կտեսնվենք հաջորդ վիդեոյում։ Դե վերջապես քեզ